Դեկտեմբերի 30-ի առավոտը Երանում անպամած էր, այն ծանր օդով, որը նախորդում է ձմեռային ձնափքին։ Վահանը վաղ արթնացավ, ինչպես վերջին օրերին, բայց այս անգամ կրծքում մի այլ տեսակ զգացողություն կար։ Այսօր այդ օրն էր։ Դոկտոր Անին պաշտոնական այց պետք է կատարեր Սոնայի ընտանիքին, ներկայացներ ամբողջական ծրագիրը, ամեն ինչ վերջապես կսկսեր իրականություն դառնալ։ Առավոտյան ժամը 9-ին Վահանը կայանել էր Սոնայի տնից մի քանի թաղամաս հեռու հեռվից հետում էր։ Ռուբենը ղեկին էր, Մարիամը հետի նստատեղին, պլանշետով, հետում էր ամեն ինչին դոկտոր Անիի հաղորդագրությունների միջոցով։ Վահանը պնդել էր մոտ լինել, թե գիտեր, որ չպետք է մոտենա։ Դոկտոր Անին ժամանեց ճիշտ ժամանակին, հագնված պարզ, բայց պրոֆեսիոնալ, ձեռքին կոկիկ թղթապանակ։ Վահանը տեսավ, թե ինչպես նա թակեց դուռը, ինչպես Սոնան բացեց այն զգուշավորության ու հույսի այն խառը արտահայտությամբ, որն ինքն արդեն լավ գիտեր։ Այն հաղորդագրությունների միջոցով, որոնք Մարիամը բարձրաձայն կարդում էր, Վահանը հետում էր ամեն քայլին։ Դոկտոր Անին ներկայացրեց ծրագիրը, բացատրեց չափանիշները, ցույց տվեց պաշտոնական փաստաթղթերը։ Ամեն ինչ օրինական էր թվում, որովհետև դա իրոք օրինական էր։ Վահանը երաշխավորել էր դա, կառուցելով ամեն մի մանրուք այնպես, որ Սոնան իրեն հատուկ բարեհաճության արժանացած չզգար, այլ որպես մեկը, ով համապատասխանում է սոցիալական օգնության իրական ծրագրին։ Սոնան հարցեր էր տալիս։ Շատ հարցեր։ Նա խելացի էր, զգույշ, այնպիսի մարդ չէր, ով կընդուներ ամեն ինչ, առանց լիովին հասկանալու։ Դոկտոր Անին պատասխանում էր ամեն ինչին համբերատարությամբ, անկեղծությամբ։ Այո, լինելու էր մասնագիտական վերապատրաստման դասընթաց փոքր բիզնեսի կառավարման ոլորտում, մի բան, որը Սոնան կարող էր օգտագործել ավելի լավ աշխատանք գտնելու կամ նույնիսկ սեփական գործը բացելու համար։ Այո, լինելու էր օգնություն երեխաների մանկապարտեզի դպրոցի համար։ Այո, տատիկ Հասմիկը կընդգրկվեր համայնքային առողջապահական ծրագրում, տնային սպասարկմամբ։ Իսկ ես ինչ պետք է տամ փոխարենը, հարցրեց Սոնան, դեռս կասկածամտությամբ։ Որովհետև կյանքում ոչինչ ջրի չի լինում։ Դոկտոր Անին ըմբռնումով ժպտաց։ Դուք պետք է հանձնառություն ստանձնեք։ Հաճախեք դասերին, մասնակցեք միջոցառումներին, հետեք ձեր մոր համար նախատեսված բժշկական ցուցումներին։ Պետք է ցանկանաք փոխել ձեր վիճակը։ Այսքանը։ Ոչ մի քաղաքական գործիչ ներգրավված չէ, ոչ մի եկեղեցի դավանափոխություն չի պահանջում, ոչ մի թաքնված բան չկա։ Սա սոցիալական ծրագիր է, որը ֆինանսավորվում է մասնավոր դոնորների կողմից, ովքեր հավատում են հնարավորություններ տալուն, այլ ոչ թե ողորմություն բաժանելուն։ Սոնան երկար ժամանակ լուռ մնաց։ Վահանը մեքենայի մեջ շունչը պահել էր։ Մարիամը դողացող ձեռքերով բռնել էր պլանշետը։ Ռուբենը նայում էր հետի հայելուն, նույնպես լարված։ Վերջապես հաղորդագրությունը եկավ։ Նա ընդունեց։ Սոնան ընդունեց։ Վահանը փակեց աչքերը զգաց, թե ինչպես մի հանգույց քանդվեց իր կրծքում։ Դա թեթություն էր, ուրախություն էր, մի զգացողություն, որը նա չէր կարողանում անվանել, բայց որն ավելի ուժեղ էր, քան իր ողջ կարիերայի ընթացքում կնքված ցանկացած գործարք կամ պայմանագիր։ Պարոն Գալստյան, մեղմիկ ասաց Մարիամը, մենք հաջողեցինք։ Ոչ, ուղղեց Վահանը, բացելով աչքերը։ Նա հաջողեց։ Նա քաջություն ունեցավ ընդունելու օգնությունը, վստահելու, այդ քայլն անելու։ Մենք միայն հարթեցինք ճանապարհը։ Հաջորդ օրերին, երբ տարին մոտենում էր ավարտին, Վահանը հեռվից հետում էր ամեն քայլին։ Սոնան սկսեց դասընթացները, սկզբում ամաչկոտ, բայց արագորեն աչքի ընկնելով։ Տատիկ Հասմիկը ստացավ բժշկական թիմի առաջին այցը, վերջապես նրա մեջքի խնդիրը ճիշտ ախտորոշվեց։ Անահիտը ստացավ նոր համազգեստ ամբողջական դպրոցական պարագաներ, նրա հաճախելիությունը դպրոցում անմիջապես բարելավվեց։ Մհերն ընդունվեց համայնքային մանկապարտեզ, ամբողջօրյա խնամքով։ Բայց Վահանը գիտեր, որ չի կարող հավերժ ստվերում մնալ։ Ֆելիքսը, լրագրողը, նրան ժամանակ էր տվել, բայց պատմությունը վերջիվերջո ջրի երես էր դուրս գալու։ Եվ երբ դա տեղի ունենար, նա պետք է վստահ լիներ, որ այդ ընտանիքը պատրաստ է, պաշտպանված բավականաչափ ուժեղ, ուշադրությանը դիմանալու համար։ Դեկտեմբերի 31-ին էր, ամանորի նախօրեին, երբ Վահանը որոշում կայացրեց։ Նա պետք է խոսեր Սոնայի հետ։ Պետք է ասեր ճշմարտությունը, նախքան նա կիմանար դա այլ աղբյուրներից։ Երեկոյան ժամը 6-ին, երբ առը սկսում էր մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույնով, Վահանը կայանեց Սոնայի տան դիմաց։ Այս անգամ ոչ մի քողարկում չկար, ոչ մի պատրաստի արդարացում։
Դա միայն ինքն էր, Վահան Գալստյանը, պատրաստ ամբողջությամբ բացահայտվելու։ Նա թակեց դուռը, արագացած սրտով։ Սոնան բացեց, նրա դեմքը պայծառացավ նրան տեսնելիս։ Կարեն, որքան լավ է քեզ տեսնելը։ Ներս արի, ներս արի։ Չես հավատա, թե ինչ նորություններ կան։ Նա փոխվել էր։ Դեռ նիհար էր, դեռ աչքերի տակ մուգ շրջանակներ կային, բայց նրա աչքերում նոր բան կար։ Հույս, էներգիա, կյանք։ Սոնա, ասաց Վահանը, ներս մտնելով նկատելով, որ տունը մի փոքր փոխվել է։ Մի քանի նոր կահույք, գնված ծրագրի արտակարգ օգնությամբ։ Սառնարանն այլս այն տարօրինակ ձայնը չէր հանում, այն փոխարինվել էր։ Փոքր փոփոխություններ, որոնք հսկայական տարբերություն էին տալիս։ Ես պետք է քեզ մի բան ասեմ։ Սոնան դադարեց խոսել, նկատելով նրա ձայնի լուրջ տոնը։ Ինչ է պատահել։ Մի բան է եղել։ Վահանը խորը շունչ քաշեց։ Իմ անունը Կարեն չէ։ Իմ անունը Վահան Գալստյան է։ Ես եկեղեցու կամավոր չեմ։ Ես գործարար եմ։ Եվ ես այն ձմեռ պապն էի, որը հայտնվեց այստեղ ամանորի նախօրեին։ Սոնայի դեմքը վայրկյանների ընթացքում մի քանի արտահայտություն փոխեց։ Շփոթմունք, անհավատություն, ըմբռնում, վերջապես բարկության նմանվող մի բան։ Դու ինձ ստել ես։ Վահանը գլխով արեց, առանց հայացքը թեքելու։ Ստել եմ։ Եվ ներողություն եմ խնդրում դրա համար։ Բայց պետք էր, որ այդպես լիներ։ Եթե ես այստեղ գայի որպես Վահան Գալստյան, հարուստ գործարար, դա կթվար բարեգործություն, կթվար, թե ես ուզում եմ ինձ ցույց տալ, դա կխլեր քո արժանապատվությունը։ Ես դա չէի ուզում։ Ես ուզում էի իրոք օգնել, կայուն հարգալից ձով։ Սոնան խաչեց ձեռքերը, դեռ մտածելով։ Իսկ ծրագիրը։ Դոկտոր Անին։ Այս ամենը բեմադրությունն էր։ Բեմադրություն չէր, արագ պատասխանեց Վահանը։ Ծրագիրն իրական է, փաստաթղթերն իրական են, դասընթացներն իրական են։ Ամեն ինչ օրինական է։ Ես պարզապես ֆինանսավորել եմ, կառուցել եմ, ստեղծել եմ հնարավորությունները։ Բայց դու քո տեղը վաստակել ես քո արժանինքներով։ Դու խոցելի էիր, դու ունեիր անհրաժեշտ չափանիշները, դու ընդունեցիր հանձնառությունը։ Այլ ընտանիքներ նույնպես ընդգրկվում են ծրագրում։ Դու միակը չես։ Անահիտը հայտնվեց հետի սենյակից, հագած նոր դպրոցական համազգեստը։ Երբ տեսավ Վահանին, նրա աչքերը լայնացան։ Ձմեռ պապ, փսփսաց նա։ Վահանը կքանստեց նրա հասակի չափով։ Ողջույն, Անահիտ։ Աղջիկը գրկեց նրան, ինքնաբուխ, այն վստահությամբ, որ միայն երեխաներն ունեն։ Դու վերադարձար։ Դու կատարեցիր իմ խնդրանքը։ Մայրիկս այլս գիշերները չի լացում։ Վահանը զգաց, թե ինչպես են աչքերն այրվում։ Նա նայեց Սոնային, Անահիտի գլխի վրայով տեսավ, որ նա նույնպես լաց է լինում։ Ինչպես։ Իմացար, հարցրեց Սոնան, խեղդված ձայնով։ Ինչպես իմացար մեր խնդրանքի մասին։ Ինչու հենց մենք։ Վահանը զգուշությամբ բաց թողեց Անահիտին կանգնեց։ Որովհետև քո դուստրը նայեց իմ աչքերին խաղալիք խնդրելու փոխարեն խնդրեց, որ դու դադարես լաց լինել։ Նա 5 տարեկան է, Սոնա։ 5 տարեկան։ Եվ նա կրում է իր մոր տառապանքը տեսնելու ծանրությունը։ Դա ինձ կոտրեց։ Ինձ ստիպեց հասկանալ, որ ես դատարկ կյանքով էի ապրում, շրջապատված շքեղությամբ, բայց առանց որևէ իրական արժեքավոր բանի։ Սոնան սրբեց արցունքները ձեռքի թիկունքով։ Ես չգիտեմ, ինչ ասել։ Ես պետք է բարկացած լինեի քեզ վրա ստելու համար, բայց չեմ կարողանում։ Որովհետև դու փոխեցիր մեր կյանքը։ Իրոք։ Տարիներ շարունակ առաջին անգամ ես հույս ունեմ։ Ես ճանապարհ ունեմ։ Ես ապագա ունեմ։ Վահանը մի քայլ առաջ եկավ։ Բայց պետք է քեզ մի բանի մասին զգուշացնեմ։ Մի լրագրող ամեն ինչ պարզել է։ Նա հոդված է հրապարակելու իմ մասին, այն մասին, թե ինչ եմ արել, ձեր մասին։ Ես կարողացա համոզել նրան սպասել, որպեսզի դուք ավելի կայունանաք, բայց դա դուրս է գալու։ Եվ երբ դուրս գա, ուշադրություն կլինի, մարդիկ կուզենան խոսել քեզ հետ, լուսանկարել, հարցեր տալ։ Ես ուզում էի քեզ պատրաստել դրան։ Սոնան գունատվեց։ Ուշադրություն։ Բայց ես չեմ ուզում երալ։
Ես պարզապես ուզում եմ իմ կյանքով ապրել, աշխատել, խնամել երեխաներիս։ Գիտեմ, ասաց Վահանը, ես ամեն ինչ կանեմ քո գաղտնիությունը պաշտպանելու համար։ Լրագրողը խոստացել է, որ չի բացահայտի ձեր լրիվ ինքնությունը, չի տա հասցեն ոչ մի բան, որը ձեզ վտանգի կենթարկի։ Բայց մարդիկ կիմանան, որ կա մի ընտանիք, որին օգնել են։ Կարծիքներ կլինեն։ Ոմանք կհիանան, ոմանք կքննադատեն, կասեն, թե սա գովազդ է կամ ցուցադրություն։ Ես պարզապես ուզում եմ, որ դու իմանաս, անկախ նրանից, թե ինչ կասեն, այն, ինչ մենք արեցինք այստեղ, իրական էր։ Ճշմարիտ էր։ Եվ ոչ մի ասեկոսե դա չի փոխի։ Հետի սենյակից լսվեց տատիկ Հասմիկի թույլ ձայնը։ Սոնա, ով կա այնտեղ։ Սոնան արագ սրբեց դեմքը գնաց սենյակ, վերադառնալով մորն օգնելով, որ դանդաղ քայլի դեպի հյուրասենյակ։ Տատիկ Հասմիկն ավելի կայտառ էր թվում, ճիշտ դեղամիջոցները վերջապես ազդում էին։ Երբ տեսավ Վահանին, նա նայեց նրան այն փորձառու աչքերով, որոնք կյանքում արդեն շատ բան էին տեսել։ Դու ես այն մարդը, որն օգնեց աղջկաս, ասաց նա, դա հարց չէր։ Վահանը գլխով արեց։ Ես եմ, տատիկ Հասմիկ։ Տարեց կինը քայլեց դեպի նա, հենվելով Սոնայի վրա, կնճռոտ ձեռքը դրեց Վահանի դեմքին։ Նա խորը նայեց նրան, կարծես կարդում էր նրա հոգին։ Դու բարի սիրտ ունես, ասաց նա վերջապես։ Ես կարողանում եմ ճանաչել։ Ամեն հարուստ չէ, որ մեզ որպես մարդ է նայում։ Դու նայում ես։ Դա ավելի թանկ է, քան ցանկացած գումար, որ կարող էիր տալ։ Վահանը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում դեմքով, չփորձեց թաքցնել դրանք։ Շնորհակալություն, տատիկ Հասմիկ։ Տարեց կինը ժպտաց։ Թորնուհիս անընդհատ քո մասին է խոսում։ Ասում է, որ դու իսկական ձմեռ պապն ես, ոչ թե խաղալիք։ Եվ գիտես ինչ։ Նա ճիշտ է։ Որովհետև դու փաթեթավորված նվեր չբերեցիր։ Դու հույս բերեցիր։ Իսկ դա լավագույն նվերն է, որ գոյություն ունի։ Այդ պահին Վահանը հասկացավ մի բան, որն ամբողջ կյանքում փնտրել էր, առանց իմանալու։ Նա տասնամյակներ էր անցկացրել շենքեր կառուցելով, հարստություն կուտակելով, հաջողության ձգտելով։ Բայց այնտեղ, այդ պարզ տանը, այդ ընտանիքի հետ, որը նախկինում ոչինչ չուներ, իսկ հիմա հույս ուներ, նա վերջապես գտավ այն, ինչ փնտրում էր իր սիրտը։ Նպատակ։ Իրական կապ։ Իմաստ։ Սոնա, ասաց նա, գրպանից հանելով մի ծրար։ Այստեղ իմ անձնական հեռախոսահամարն է, դոկտոր Անինը, իմ օգնական Մարիամինը։ Ինչի կարիք էլ ունենաս, ցանկացած խնդիր, ցանկացած հարց, զանգիր։ Կապ չունի ժամը։ Եվս մեկ բան։ Այն դասընթացը, որն անցնում ես։ Երբ ավարտես, եթե ցանկանաս, իմ ընկերություններից մեկում քեզ համար աշխատատեղ կա։ Ոչ թե խղճահարությունից, այլ որովհետև ես տեսա, որ դու խելացի ես, նվիրված, ազնիվ։ Սրանք այն մարդիկ են, ում ես ուզում եմ տեսնել իմ կողքին աշխատելիս։ Սոնան դողացող ձեռքերով վերցրեց ծրարը։ Ես չգիտեմ, ինչպես քեզ շնորհակալություն հայտնել։ Բավարար շնորհակալություն գոյություն չունի։ Պետք չէ շնորհակալություն հայտնել, ասաց Վահանը։ Պարզապես պետք է առաջ գնալ։ Մեծացնել երեխաներիդ, խնամել մորդ, կառուցել քո ապագան։ Դա լավագույն շնորհակալությունն է, որ կարող ես ինձ տալ։ Անահիտը քաշեց Վահանի շապիկի փեշը։ Դու հետ գալու ես։ Թե։ Հիմա, երբ էլ ձմեռ պապ չես, գնալու ես։ Վահանը նորից կքանստեց։ Հետ եմ գալու, Անահիտ։ Ոչ թե որպես ձմեռ պապ, այլ որպես ընկեր։ Եթե մայրիկը թույլ տա, իհարկե։ Սոնան գլխով արեց, դեռ լաց լինելով։ Իհարկե թույլ կտամ։ Դու միշտ սպասված հյուր ես այստեղ։ Երբ Վահանը դուրս եկավ այդ տնից, երկինքն արդեն մութ էր, տարեմուտի առաջին հրավառությունները սկսում էին գծել գիշերը։ Նա մի պահ կանգ առավ փողոցում, նայելով հետ, պատուհանից տեսնելով Սոնայի ուրվագիծը, գրկված իր երեխաների տատիկ Հասմիկի հետ։ Մի ընտանիք։ Ամբողջական, պաշտպանված, ապագայով։ Ռուբենը սպասում էր նրան մեքենայի մեջ։ Ինչպես անցավ, պարոն։ Վահանը նստեց մի պահ լուռ մնաց։ Կատարյալ էր, Ռուբեն։ Հենց այնպես էր, ինչպես պետք է լիներ։ Վերադարձի ճանապարհին Վահանը մտածում էր ավարտվող տարվա սկսվող տարվա մասին։
Մտածում էր այն մասին, թե ինչպես էր սկսել այս դեկտեմբերը, մենակ, դատարկ, շրջապատված շքեղությամբ, բայց առանց որևէ բանի, որն իրեն իրոք երջանիկ կդարձներ։ Եվ մտածում էր այն մասին, թե ինչպես էր ավարտում, կապված մի ընտանիքի հետ, որին հազիվ էր ճանաչում, բայց որը փոխել էր իր կյանքն այնքան, որքան ինքն էր փոխել նրանցը։ Հեռախոսը զանգեց։ Ֆելիքսն էր, լրագրողը։ Պարոն Գալստյան, իմացա, որ այսօր այցելել եք ընտանիքին։ Ասել եք ճշմարտությունը։ Ասել եմ, հաստատեց Վահանը։ Իսկ ինչպես արձագանքեցին։ Ավելի մեծ վեհանձնությամբ, քան ես արժանի էի։ Լսիր, Ֆելիքս, հրապարակիր քո հոդվածը։ Պատմիր պատմությունը։ Բայց պատմիր ճիշտ ձով։ Սա իմ հերոս լինելու մասին չէ։ Սա գովազդի կամ քաղաքականության մասին չէ։ Սա մի երեխայի մասին է, որն ինձ սովորեցրեց, որ նպատակը չեն գնում, այլ ապրում են։ Սա մի ընտանիքի մասին է, որն ինձ հիշեցրեց այն մասին, ինչն իրոք կարևոր է։ Եթե կարողանաս այդ ուղերձը տեղ հասցնել, ապա այդ հրապարակայնությունը կարժենա դրան։ Մի անհանգստացեք, պարոն Գալստյան։ Ես արդար կգտնվեմ պատմության հանդեպ։ Եվ գիտեք, շնորհակալություն ինձ վստահելու համար։ Շատերը ձեր փոխարեն կփորձեին լռեցնել, կաշառել կամ սպառնալ։ Դուք սկզբից ետ ազնիվ եղաք։ Դա մեծ նշանակություն ունի։ Հոդվածը դուրս եկավ հունվարի 2-ին, ինչպես Վահանն էր սպասում, կարծիքները բաժանվեցին։ Ոմանք նրան հերոս անվանեցին, ոմանք առիթապաշտ։ Ոմանք գովեցին նախաձեռնությունը, ոմանք քննադատեցին այն փաստը, որ նա ընտրել էր միայն մեկ ընտանիք։ Եղան բանավեճեր, սկանդալներ, քննարկումներ։ Բայց Վահանին դա չէր հետաքրքրում։ Որովհետև նա գիտեր ճշմարտությունը։ Գիտեր, որ Սարի թաղի այդ տանը մի աղջնակ հանգիստ քնում էր, նրա մայրն այլս գիշերները չէր լացում, տատիկը պատշաճ բուժում էր ստանում, մի ընտանիք ապագա ուներ։ Եվ դա ավելի իրական էր, ավելի ճշմարիտ, քան թերթի ցանկացած վերնագիր։ 3 ամիս անց Վահանը վերադարձավ Սարի թաղ, նախատեսված այցով։ Գտավ Սոնային, շողշողուն դեմքով, գրեթե ավարտելիս դասընթացը, արդեն իսկ աշխատանքի խոստումով։ Անահիտը հիացած էր դպրոցով, այլս ոչ մի օր բաց չէր թողնում։ Մհերը առողջ մեծանում էր մանկապարտեզում։ Տատիկ Հասմիկը կարողանում էր առանց օգնության քայլել առաջին անգամ 2 տարվա մեջ։ Նստիր այստեղ տղաս, կանչեց տատիկ Հասմիկը, ցույց տալով նոր աթոռը իրենց կառուցած ինքնաշեն պատշգամբում։ Դու պետք է մի բան տեսնես։ Նա Վահանին ցույց տվեց մի լուսանկարների ալբոմ, որը Սոնան էր հավաքում։ Ընտանիքի լուսանկարներ, դպրոցի առաջին օրերը, մհերը մանկապարտեզում, Անահիտը նոր համազգեստով։ Պարզ, առօրյա պահերի լուսանկարներ, բայց լի կյանքով։ Այս մեկն իմ ամենասիրելին է, ասաց տատիկ Հասմիկը, մատնացույց անելով ժպտացող Անահիտի նկարը, որը ձեռքին դպրոցական գիրք էր բռնել։ Տեսնում ես այս ժպիտը։ Սա այն երեխայի ժպիտն է, որն ապագա ունի։ Առաջ նա ժպտում էր, բայց դա ուրիշ էր։ Խորքում տխրություն կար։ Հիմա չկա։ Հիմա միայն ուրախություն է։ Դու արեցիր դա, տղաս։ Դու քո բարությունը արեցիք դա։ Վահանը նայեց լուսանկարին, զգաց, թե ինչպես է կուրծքը լցվում մի հույզով, որն անուն չուներ։ Մենք բոլորս արեցինք, տատիկ Հասմիկ։ Ես միայն դուռը բացեցի։ Դուք էիք, որ քաջություն ունեցաք ներս մտնելու։ Երբ արը սկսեց մայր մտնել, Վահանը պատրաստվեց գնալ, Անահիտը վազեց նրա մոտ մի նկար տվեց։ Դա կարմիր հագուստով, սպիտակ մորուքով մի մարդ էր, բայց կողքին ծուռումուռ տառերով գրված էր. Իմ ընկեր Վահանը, իսկական ձմեռ պապը։ Վահանը պահեց այդ նկարը այնպես, կարծես դա իր կյանքի ամենակարևոր պայմանագիրն էր։ Որովհետև այդպես էլ կար։ Դա այն պայմանագիրն էր, որն իրեն կապում էր մի բանի հետ, որն ավելի մեծ էր, քան փողը, ավելի մեծ, քան հաջողությունը, ավելի մեծ, քան այն ամենը, ինչ կարող էր առաջարկել կորպորատիվ աշխարհը։ Դա ապացույցն էր այն բանի, որ ամանորի մի գիշեր, մի երեխայի խնդրանք իրոք լսելու քաջությունը կարող էին փոխել ոչ միայն մի կյանք, այլ բոլոր ներգրավվածների կյանքերը։ Այն բանի, որ երբեմն լավագույն նվերը ոչ թե գունավոր թղթով փաթաթվածն է, այլ այն, ինչ կառուցվում է ժամանակով, նվիրվածությամբ, անկեղծ սրտով։ Եվ մինչ նա վերադառնում էր իր տուն, հյուսիսային պողոտայում, Վահան Գալստյանը, միլիարդատեր գործարարը, որը մի օր հագել էր ձմեռ պապի հագուստը, բացահայտել, թե ով է ինքն իրականում, ժպտաց։
Որովհետև վերջապես 48 տարեկան հասակում նա գտել էր այն հարցի պատասխանը, որն անգամ չգիտեր, որ տալիս էր։ Որն էր այս ամենի իմաստը։ Դա էր։ Այդ ժպիտներն էին։ Այդ հույսն էր։ Իմանալը, որ քաղաքի ինչ-որ մի անկյունում մի անգամյա աղջնակ կարող է երազել ապագայի մասին, առանց ստիպված լինելու լսել իր մոր լացը գիշերները։ Եվ դա, մտածեց Վահանը, մինչ երանի լույսերը փայլում էին շուրջ բոլորը, ավելի թանկ էր, քան աշխարհի ողջ ոսկին։ Պատմության ավարտ, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Վահանի փոքրիկ Անահիտի պատմությունը դիպչեց ձեր սրտերին։ Եթե ձեզ հուզեց տրանսֆորմացիայի այս ճանապարհը, որտեղ երեխայի մի պարզ խնդրանքն ընդունակ եղավ փոխել մի ամբողջ կյանք, ցեղմեք հավանել կոճակը, բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահը ձեզ ամենաշատը տպավորեց։ Արդյոք այն պահը, երբ Անահիտը բացահայտեց իր խնդրանքը։ Թե Սոնայի քաջությունը, ընդունելու օգնությունը, պահպանելով իր արժանապատվությունը։ Կամ գուցե Վահանի կերպարանափոխությունը, երբ նա բացահայտեց հարստության իրական իմաստը։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք ստիպում են մեզ մտորել կարեկցանքի, մեծահոգության սրտից բխող միակ գործողության ուժի մասին։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, որտեղ մեկ պատմություն կդիպչի ձեր հոգուն, կստիպի հավատալ, որ փոքրիկ քայլերը կարող են մեծ փոփոխություններ ծնել։ Դեկտեմբերի 24-ի առավոտյան Վահանն արթնացավ նախքան զարթուցիչի զանգը, մի բան, որ երբեք չէր պատահում։ Քունը կտրտված էր եղել, լի լուրջ աչքերով այդ աղջնակի պատկերներով, այն խնդրանքով, որը դուրս չէր գալիս նրա գլխից։ Առավոտյան ժամը 5:30-ին նա արդեն ոտքի վրա էր, թունդ սուրճ խմելով իր տան պատշգամբում, մինչ երանը դանդաղ արթնանում էր ձմեռային վարդագույն երկնքի տակ։ Հեռախոսը զանգեց 6:15-ին։ Գորգն էր, անվտանգության պետը, այն զեկույցով, որը Վահանը խնդրել էր։ Նրա ձայնը հոգնած էր, պարզ էր, որ չէր քնել, բայց պրոֆեսիոնալ էր, ինչպես միշտ։ Պարոն Գալստյան, ունեմ այն տեղեկությունները, որոնք խնդրել էիք։ Սոնա Սարգսյան, 32 տարեկան, Անահիտի 2 տարեկան մհերի մայրը։ Աշխատում է որպես օրավարձով հավաքարար, բայց աշխատանքն անկայուն է։ Որոշ շաբաթներ հաջողվում է գտնել 3-4 տուն, այլ շաբաթներ մնում է առանց ոչնչի։ Վաստակում է օրական 5-ից 8,000 դրամ, երբ աշխատանք է լինում։ Նրա մայրը, տատիկ Հասմիկը, 64 տարեկան է, շաքարախտով հիվանդ, ողնաշարի լուրջ խնդիրներով։ Այլս չի կարողանում աշխատել։ Բոլորն ապրում են Սարի թաղում, 1.5 սենյականոց վարձով տանը, ամսական 40,000 դրամով։ Տանտերը մի տարեց մարդ է, որն ապրում է նույն թաղամասում, հայտնի է որպես պարոն Մկրտիչ, ուշացումների հանդեպ ըմբռնող լինելու համբավ ունի։ Վահանը ամեն ինչ նշում էր տետրում, նրա ձեռքերը թեթակի դողում էին։ Շարունակիր, ասաց նա։ Իրավիճակը բարդ է, պարոն։ Սոնան 3 ամսվա վարձի պարտք ունի։ Պարոն Մկրտիչը դեռ չի պահանջել ամանորի պատճառով, բայց արդեն զգուշացրել է, որ հունվարին գումարը պետք կլինի։ Նա պարտքեր ունի տեղի խանութում, փոքր գումարներ, նիսյայով է վերցնում, կամաց-կամաց փակում է, երբ հաջողվում է։ Անահիտը գրանցված է հանրակրթական դպրոցում, բայց շատ է բացակայում, որովհետև համապատասխան համազգեստ պարագաներ չունի։ Նրանց սնունդը հիմնականում կախված է հարանների օգնությունից ամիսը մեկ անգամ ստացվող բարեգործական սննդի փաթեթից։ Որքան է պակասում վարձի պարտքը փակելու համար, հարցրեց Վահանը, արդեն մտքում հաշվարկներ անելով։ 120,000 դրամ, պարոն։ Իսկ խանութի պարտքերը մոտ 40,000 դրամ են։ Ընդհանուր առմամբ, մոտ 200,000 դրամը կլուծեր նրանց անմիջական խնդիրները։ Վահանը դառը ծիծաղեց։ Մոտ 200,000 դրամ։ Նա ավելին էր ծախսում մի շիշ գինու վրա հաճախորդների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա մետաքսե փողկապն արժեր դրանից 3 անգամ ավելի։ Իսկ այդ ընտանիքի համար դա տանիք ունենալու կամ չունենալու տարբերությունն էր։ Անհավասարության դաժանությունը հարվածեց նրան ֆիզիկական ուժով։ Էլի մի բան, Գորգ։ Այո, պարոն։ Սոնային շատ են հարգում համայնքում։ Հարանուհիները լավ են խոսում նրա մասին, ասում են աշխատասեր է, ազնիվ, երեխաներին լավ է խնամում, չնայած ամեն ինչին։ Ամուսնուն կորցրել է 3 տարի առաջ։ Նա առողջական լուրջ բարդություններ է ունեցել, տարել են հիվանդանոց, բայց չի փրկվել։ Այդ ժամանակից ի վեր նա մենակ է մեծացնում երեխաներին, մոր օգնությամբ։ Ոչ մի թոշակ կամ օգնություն չի ստանում ամուսնու ընտանիքից։
Միայն ինքն ու տատիկ Հասմիկն են աշխարհի դեմ մենակ։ Վահանը փակեց աչքերը։ Ամեն մի տեղեկություն մի փազլի կտոր էր, որը կազմում էր մի իրականության կործանարար պատկեր, որի գոյության մասին նա միշտ գիտեր, բայց երբեք իրոք չէր զգացել։ Լավ աշխատանք էր, Գորգ։ Շնորհակալություն այսքան արագ անելու համար։ Ի տնօրինություն ձեր, պարոն։ Կարող եմ հարցնել, ինչ եք պատրաստվում անել։ Դեռ հստակ չգիտեմ, պատասխանեց Վահանը անկեղծորեն։ Բայց կպարզեմ։ Մի փոքր հանգստացիր։ Հետո կխոսենք։ Երբ Մարիամը ժամը 7-ին եկավ գրասենյակ, գտավ Վահանին արդեն տեղավորված, թղթերը սեղանին փռված, համակարգչի կողքին, 2 դատարկ սուրճի բաժակ։ Նա բարձրացրեց աչքերը, երբ Մարիամը ներս մտավ, Մարիամը նկատեց մի այլ տեսակ բան իր տնօրենի մեջ։ Մի լարվածություն, որը դուրս էր նրա սովորական գործնական հանդիպումների շրջանակից։ Նստիր, Մարիամ։ Անելիք ունենք։ Հաջորդ ժամերի ընթացքում նրանք կառուցեցին այն, ինչ Վահանն անվանեց Անահիտ նախագիծ։ Դա պարզապես նվիրատվություն չէր լինելու։ Դա լինելու էր աջակցության ամբողջական ծրագիր, բայց այն պետք է արվեր բացարձակ հարգանքով, զգուշությամբ, որպեսզի չնվաստացներ ընտանիքին։ Ծրագիրը ներառում էր վարձավճարների կարգավորում, պարտքերի մարում, Սոնայի համար կայուն եկամտի աղբյուրի ստեղծում մասնագիտական վերապատրաստման միջոցով, տատիկ Հասմիկի համար պատշաճ բժշկական բուժում, Անահիտի համար դպրոցական պարագաներ համազգեստ, ինչպես նա վստահելի սոցիալական աշխատողների ուղեկցություն։ Մարիամը նայում էր Վահանին հիացմունքի անհանգստության խառնուրդով։ Պարոն Գալստյան, սա հրաշալի է, իրոք։ Բայց մտածել եք հետանքների մասին։ Եթե այլ ընտանիքներ իմանան, եթե մամուլն իմանա, եթե սա դառնա լուր։ Ձեզ կարող են մեղադրել ինքնագովազդի կամ փրեի մեջ։ Կամ ավելի վատ, դա կարող է ստեղծել սպասումներ, որոնք չեք կարողանա բավարարել։ Այդ տարածաշրջանում հազարավոր ընտանիքներ կան նմանատիպ կամ ավելի վատ վիճակում։ Վահանը դադարեց գրել, նայեց նրան։ Ես այդ ամենը գիտեմ, Մարիամ։ Հավատա, ամբողջ գիշեր այդ մասին եմ մտածել։ Բայց այդ աղջնակը նայեց իմ աչքերին, երբ ես ձմեռ պապի հագուստով էի, մի խնդրանք արեց։ Ես խոստացա, որ կփորձեմ։ Ես չեմ կարող բոլորին օգնել, գիտեմ։ Բայց նրան կարող եմ օգնել։ Եվ եթե ես ոչինչ չանեմ միայն այն պատճառով, որ չեմ կարող ամեն ինչ անել, ապա ո՞րն է այսքան փող ունենալու իմաստը։ Մարիամը գլխով արեց, աչքերը թաց։ Հասկանում եմ, պարոն։ Կօգնեմ ամեն ինչում։ Վահանի հեռախոսը զանգեց։ Ռուբենն էր, վարորդը։ Պարոն Գալստյան, այստեղ մի փոքր խնդիր կա։ Գորգը խնդրեց զանգել։ Մարդիկ հարցնում են երեկվա այցի մասին։ Թվում է, ինչ-որ մեկը լուսանկարել է, դրանք պտտվում են թաղամասի WhatsApp խմբերում։ Մարդիկ ենթադրություններ են անում, թե ով էր այն հարուստ ձմեռ պապը, որը հայտնվել էր Սարի թաղում։ Վահանը զգաց, թե ինչպես ստամոքսը սեղմվեց։ Դա հենց այն էր, ինչ Մարիամը կանխատեսել էր։ Ինչպիսի՞։ Ենթադրություններ։ Դե, ամեն տեսակ, պարոն։ Ոմանք ասում են, թե քաղաքական գործիչ էր, ձայներ հավաքելու համար, ուրիշներն ասում են, թե ինչ-որ մեկն էր, որն ուզում էր իր կերպարը լավացնել։ Նույնիսկ ասողներ կան, թե քողարկված քահանա էր։ Լուսանկարներում ձեր դեմքը պարզ չի երում մորուքի պատճառով, բայց երում է, որ հագուստը թանկարժեք էր, ձեռքի ժամացույցը նման բան էր։ Թաղամասի մարդիկ ուշադիր են, պարոն։ Նրանք մանրուքները նկատում են։ Հասկանում եմ, ասաց Վահանը, արագ մտածելով։ Ռուբեն, ուզում եմ, որ դու Գորգը հետեք դրան։ Բայց աննկատ։ Չեմ ուզում թվա, թե հետաքննում ենք մարդկանց կամ վերահսկում ենք նրանց ասածները։ Պարզապես տեղյակ պահեք ինձ, եթե դա ավելի մեծ բանի վերածվի։ Լավ, պարոն։ Եվս մեկ բան։ Սոնայի հարանուհին, մի կին, անունը Շողիկ Մայրիկ, ուզում է իմանալ, արդյոք ձմեռ պապը հետ կգա։ Նա երբեմն խնամում է Անահիտին, երբ Սոնան աշխատանք է գտնում, աղջիկը չի դադարում խոսել իր արած խնդրանքի մասին։ Շողիկ Մայրիկը մտահոգված է, որ երեխան շատ կհիասթափվի, եթե ոչինչ չլինի։ Վահանը խորը շունչ քաշեց։ Ասա նրան, եթե կարողանաս աննկատ խոսել, որ ձմեռ պապը չի մոռացել Անահիտի խնդրանքը։ Ասա, որ երբեմն լավ բաները մի փոքր ուշանում են, բայց նա աշխատում է դրա վրա։ Անջատելուց հետո Վահանը մի քանի րոպե լուռ մնաց, նայելով գրասենյակի պատուհանից։
Ներքում հյուսիսային պողոտան եռում էր Ամանորի նախորեի եռուզեռից։ Մարդիկ վազում էին, մեքենաները ազդանշան էին տալիս քաղաքային կյանքի քաոսային պարը։ Իսկ ինչ-որ տեղ Սարի թաղում մի անգամյա աղջնակ սպասում էր, որ իր մայրը դադարի լաց լինել։ «Մարիամ», հանկարծ ասաց նա, «ես պետք է այսօր այնտեղ գնամ։ Պետք է խոսեմ Սոնայի հետ»։ Մարիամի աչքերը լայնացան։ «Պարոն Գալստյան, այսօր Ամանորի նախօրեն է։ Եվ արդյոք խելամիտ է նորից այնտեղ հայտնվելը։ Այս լուսանկարների տարածվելուց հետո։ Ես չեմ հայտնվի որպես Վահան Գալստյան, գործարար։ Ես կհայտնվեմ որպես այն եկեղեցու մարդկանցից մեկը, որի մասին Շողիկ մայրիկը նշել էր, կամ որպես սոցիալական աշխատող, դեռ չգիտեմ։ Բայց ես պետք է ճանաչեմ այդ կնոջը, պետք է նայեմ նրա աչքերին, հասկանամ, թե նա իրոք ինչի կարիք ունի։ Իսկ եթե նա պարզի, թե ով եք դուք։ Իսկ եթե նա իրեն խաբված կամ օգտագործված զգա։ Այդ դեպքում ես կլուծեմ դա, պատասխանեց Վահանը վճռական ձայնով։ Մարիամ, ես իմ կյանքի 48 տարին անցկացրել եմ շենքեր կառուցելով, փող կուտակելով, գործարքներ կնքելով։ Եվ 3 գիշեր մի անգամյա երեխա ինձ սովորեցրեց, որ ես բացարձակապես ոչինչ չգիտեմ այն մասին, ինչն իրոք կարևոր է։ Ես պետք է սա անեմ։ Պետք է փորձեմ։ Ցերեկը ժամը 2-ին Վահանը նորից ճանապարհին էր դեպի Սարի թաղ։ Այս անգամ առանց հագուստի, հասարակ ջինսով, սպիտակ շապիկով, մաշված մարզակոշիկներով։ Ռուբենը վարում էր նույն աննկատ մեքենան։ Հետի նստատեղին Վահանը մտքում կրկնում էր այն, ինչ պետք է ասեր։ Երբ հասան այն նրբանցքին, որտեղ Սոնայի տունն էր, Ռուբենը կայանեց մի քանի տուն հեռու։ Վահանը խորը շունչ քաշեց իջավ, զգալով կեսօրվա սառը օդը դեմքին։ Երեխաները խաղում էին փողոցում, ինչ-որ տեղից երաժշտության ձայն էր լսվում, կանայք լվացք էին անում։ Պարզ, դաժան իրական կյանքն այստեղ բաբախում էր։ Նա թակեց փայտե, ծուռ դուռը։ Մի քանի վայրկյան անց մեկը բացեց։ Երբ դուռը բացվեց, Վահանը տեսավ մի երիտասարդ, նիհար կնոջ, աչքերի տակ մուգ շրջանակներով, բայց գեղեցիկ աչքերով։ Նա հասարակ տնային հագուստով էր, մազերը պարզ հավաքված։ Դա Սոնան էր։ Բար ձեզ, ասաց Վահանը, փորձելով բնական հնչել։ Իմ անունը Կարեն է։ Ես տեղի եկեղեցու կամավոր եմ, եկել եմ այցելելու թաղամասի որոշ ընտանիքների։ Մի րոպե ունեք խոսելու։ Սոնան կասկածանքով նայեց նրան, բայց կոպիտ չեղավ։ Եկեղեցոց։ Որ եկեղեցուց։ Այն վերի փողոցի, համապատրաստից ասաց Վահանը, հուսալով, որ իր տեղեկությունը ճիշտ է։ Այն մեկը, որը սննդի փաթեթներ է բաժանում։ Հովիվը խնդրեց այցելել որոշ ընտանիքների, համայնքի կարիքները ավելի լավ հասկանալու համար։ Սոնայի աչքերի կասկածը մի փոքր նվազեց։ Հա, լավ։ Ներս արի, բայց ներող եղիր թափթփվածության համար։ Մենք այստեղ նեղվածքի մեջ ենք ապրում։ Վահանը ներս մտավ, ստիպված էր զսպել իր արձագանքը, տեսնելով տան ներսը։ Դա հենց այնպես էր, ինչպես Գորգը նկարագրել էր մի հիմնական սենյակ, որը ծառայում էր որպես հյուրասենյակ, խոհանոց, ննջասենյակ, ընդամենը մի վարագույրով առանձնացված փոքր տարածքով, որտեղ հավանաբար քնում էին երեխաները։ Հատակը սառը բետոնից էր, պատերը առանց հարդարման, կահույքը հին ու մաշված։ Բայց ամեն ինչ մաքուր էր։ Հնարավորինս կարգավորված։ Այդ աղքատության մեջ արժանապատվություն կար։ Անահիտը նստած էր հատակին, խաղալով մի ձեռքը կոտրված տիկնիկի հետ։ Երբ տեսավ Վահանին, նրա աչքերը լայնացան։ Նա ճանաչեց նրան, նույնիսկ առանց հագուստի։ Վահանը մատը դրեց շուրթերին, նշան անելով, որ լուռ մնա, աղջիկը, խելացի լինելով, հասկացավ։ Եթե դուք լինեիք Վահանի տեղում, կկայացնեիք այս որոշումը, այդքան խորը ներգրավվելու ընտանիքի կյանքում, թե՞ այլ բան կանեիք։ Պատմեք մեզ մեկնաբանություններում։ Սոնան ցույց տվեց մի պլաստմասե աթոռ, որ Վահանը նստի։ Ինքը կանգնած մնաց, հենված փոքր լվացարանին։ Սուրճ կխմես։ Թույլ է, բայց տաք է։ Պետք չէ անհանգստանալ, Սոնա։ Եկել եմ պարզապես մի փոքր զրուցելու, ձեզ ձեր ընտանիքին ճանաչելու։ Հետի սենյակից, որը բաժանված էր պատռված վարագույրով, լսվեց մի տարեց կնոջ ձայն, խռպոտ հոգնած։ Սոնա, ո՞վ է։ Եկեղեցուց մի տղա է, մայրիկ, պատասխանեց Սոնան, ձայնը բարձրացնելով։ Հանգիստ եղիր։ Վահանն օգտվեց առիթից։ Դա ձեր մայրն է։
Այո, տատիկ Հասմիկն է։ Լավ չէ, ողնաշարի խնդիր ունի շաքարախտ։ Արդեն մի ամիս է, չի կարողանում անկողնուց վեր կենալ։ Իսկ կարողանում եք նրան բժշկի տանել։ Սոնան առանց հումորի ծիծաղեց։ Բժիշկ։ Տեղի պոլիկլինիկայում հերթերը 5 ամիս հետո են։ Իսկ հիվանդանոց տանելու համար ես պետք է տրանսպորտի փող տամ, որովհետև նա չի կարող քայլել մինչ կանգ առ։ Ամեն ինչ բարդ է, տղաս։ Ապրում ենք այնպես, ինչպես ստացվում է։ Վահանը զգաց, թե ինչպես է բարկությունը բարձրանում իր մեջ։ Ոչ թե բարկություն Սոնայի հանդեպ, այլ համակարգի, անհավասարության, անարդարության հանդեպ, որը ստիպում էր մի ազնիվ ու աշխատասեր կնոջ ընտրություն կատարել հիվանդ մորը բժշկի տանելու կամ երեխաների համար սնունդ գնելու միջ։ Իսկ աշխատանքը հաջողվում է գործ գտնել։ Սոնան հառաչեց, այդ հառաչանքի մեջ աշխարհի ողջ հոգնածությունն էր։ Նայիր, տղաս, ես աշխատում եմ, երբ լինում է։ Տուն եմ մաքրում, լվացք եմ անում, ինչ պետք է։ Բայց ամեն օր չէ, որ գործ կա։ Եվ երբ լինում է, ես պետք է երեխաներին մեկի մոտ թողնեմ, իսկ դա մի այլ խնդիր է։ Անահիտը 5 տարեկան է, Մհերը 2։ Մայրս խնամում է, երբ կարողանում է, բայց նա հիվանդ է։ Հարանուհիներն օգնում են, բայց այստեղ բոլորն էլ իրենց խնդիրներն ունեն, հասկանում ես։ Չի կարելի ամեն վայրկյան խնդրել։ Հասկանում եմ, ասաց Վահանը, զգուշորեն ընտրելով բառերը։ Իսկ եթե լիներ մի ձ ավելի կայուն աշխատանք ունենալու, երաշխավորված եկամտով ամեն ամիս։ Դուք հետաքրքրված կլինեիք։ Սոնայի աչքերը մի վայրկյան փայլեցին, բայց շուտով կասկածը վերադարձավ։ Ինչպիսի։ Աշխատանք։ Որովհետև ես շատ եմ տեսել մարդկանց, որոնք լավ բաներ են առաջարկում, բայց հետո պարզվում է սխալ բաներ են։ Ես աղքատ եմ, բայց ազնիվ եմ։ Սխալ բաներ չեմ անում։ Վահանը խորը հարգանք զգաց այդ կնոջ հանդեպ։ Չնայած ամեն ինչին, չնայած սովին ու կարիքին, նա պահպանում էր իր սկզբունքները։ Ոչ մի սխալ բան։ Ես խոսում եմ մասնագիտական վերապատրաստման ծրագրերի մասին։ Դասընթացներ, որոնք սովորեցնում են արհեստ, հետո օգնում են գտնել կայուն աշխատանք։ Որոշ եկեղեցիներ ՀԿ-ներ առաջարկում են դա։ Սոնան խաչեց ձեռքերը մտախոհ։ Ես շատ կուզեի, տղաս։ Բայց ինչպես։ Ես հազիվ եմ դպրոցն ավարտել։ Չունեմ համակարգիչ, չունեմ լավ հագուստ հարցազրույցի համար, չունեմ ժամանակ կամ փող դասընթացի համար։ Եվ երեխաները կան։ Ո՞վ է նրանց խնամելու, եթե ես գնամ սովորելու։ Վահանը պատրաստվում էր պատասխանել, երբ Մհերը 2 տարեկան որդին սկսեց լաց լինել հետի սենյակում։ Սոնան ներողություն խնդրեց գնաց այնտեղ։ Վահանն օգտվեց առիթից, ավելի ուշադիր նայելու շուրջը։ Տեսավ հին սառնարանը, որը տարօրինակ ձայն էր հանում, հավանաբար լավ չէր սառեցնում։ Տեսավ կիսատ բրատ կաթսաները 2 աչքանի գազօջախի վրա։ Տեսավ պատին խփված լույսի հաշիվը, վրան կարմիրով գրված ժամկետանց։ Անահիտը մոտեցավ նրան, տիկնիկը դեռ գրկած։ Դու ձմեռ պապն ես, փսփսաց նա այնքան կամաց, որ միայն Վահանը կարող էր լսել։ Նա կքանստեց նրա հասակի չափով։ Ես նրա օգնականն եմ, փսփսաց ի պատասխան։ Եկել եմ տեսնելու, թե ինչպես ես։ Դու մայրիկիս կստիպես դադարել լաց լինել։ Այդ հարցը, տրված այդ անմեղ ձայնով, հարվածի նման էր։ Վահանը դժվարությամբ կուլ տվեց արցունքը։ Ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ, Անահիտ։ Բայց դա պետք է անակնկալ լինի։ Կարող ես գաղտնի պահել։ Աղջիկը լրջորեն գլխով արեց։ Ես գիտեմ գաղտնիք պահել։ Ես երբեք չեմ պատմում, երբ մայրիկս լաց է լինում։ Այդ նախադասությունը Վահանի սիրտը կտոր-կտոր արեց։ Մի անգամյա երեխա, որն արդեն սովորել է գաղտնի պահել մոր ցավը։ Մի երեխա, որը կրում է մի բեռ, որը չպետք է կրեր։ Սոնան վերադարձավ Մհերի հետ, որը քրոջ նման մեծ աչքեր ուներ։ Տղան հետաքրքրությամբ նայեց Վահանին, բայց ոչինչ չասաց, միայն մատն էր ծծում հենվել էր մոր ուսին։ Ներողություն, ասաց Սոնան։ Սոված էր արթնացել։ Կաթ պատրաստեմ նրա համար։ Վահանը հետում էր, թե ինչպես է Սոնան պատրաստում կաթը, որը ակնհայտորեն շատ ջրիկ էր։ Նա դա անում էր մեխանիկական շարժումներով, սովոր լինելով այն մարդու արագությամբ, ով այդ գործողությունը օրական բազմաթիվ անգամներ է կրկնում։ Մհերը վերցրեց շիշը 2 ձեռքով սկսեց ագահորեն խմել։
Սոնա, ասաց Վահանը, վերադառնալով թեմային, իսկ եթե ես ասեմ, որ ճանաչում եմ մի ծրագիր, որը կարող է օգնել։ Մի ծրագիր, որն առաջարկում է վերապատրաստում, օգնություն երեխաների մանկապարտեզի հարցում, նույնիսկ բժշկական օգնություն ձեր մոր համար։ Սոնան նայեց նրան այն արտահայտությամբ, որը Վահանը սկսում էր ճանաչել, հույս ունենալու վախի խառնուրդ։ Այդպիսի բան իրոք գոյություն ունի։ Որովհետև, տղաս, ես շատ խոստումներ եմ լսել կյանքում։ Քաղաքական գործիչներ, որոնք գալիս են ընտրությունների ժամանակ, խոստանալով այս ու այն, ՀԿ-ների մարդիկ, որոնք հայտնվում են, նկարվում, հետո անհետանում։ Ես այլս ուժ չունեմ հավատալու մի բանի, որը չի լինելու։ Հասկանում եմ, ասաց Վահանը, նրա ձայնը լի էր անկեղծությամբ։ Ես ոչ մի բան չեմ խոստանա, որը չեմ կարող կատարել։ Բայց թույլ տուր մի բան անել։ Թույլ տուր վերցնել քո տվյալները, խոսել ծրագրի պատասխանատուների հետ, տեսնել, թե ինչ է հնարավոր։ Եթե ստացվի, ես կվերադառնամ, մենք հիմնավոր կխոսենք։ Եթե չստացվի, ես նորից կգամ կասեմ ճշմարտությունը։ Առանց խաբեության։ Սոնան երկար նայեց նրան։ Այդ մարդու մեջ մի բան կար, որ նա չէր կարողանում հասկանալ։ Նա նման չէր սովորական կամավորներին։ Կեցվածքի մեջ, խոսելածի մեջ, հայացքի ուժի մեջ մի այլ բան կար։ Բայց նա կեղծ չէր թվում։ Թվում էր մեկը, ով իրոք մտահոգված է։ Լավ, տղաս։ Կարող ես նշել այն ամենը, ինչ պետք է։ Վահանը հաջորդ րոպեները անցկացրեց հարցեր տալով, ամեն ինչ նշելով մի փոքր տետրում։ Սոնան պատասխանում էր ամեն ինչին ազնվությամբ, առանց զարդարելու կամ նվազեցնելու իր վիճակը։ Խոսեց վարձի պարտքերի, խանութի պարտքերի, դժվարությունների մասին։ Խոսեց ամաչելով, բայց նա արժանապատվությամբ։ Երբ Վահանը վերջապես վեր կացավ գնալու համար, Սոնան ուղեկցեց նրան մինչ դուռը։ Դուրս գալուց առաջ նա շրջվեց։ Սոնա, մի բան։ Դու շատ ուժեղ կին ես։ Շատերը քո վիճակում վաղուց հանձնված կլինեին, բայց դու շարունակում ես պայքարել, խնամել երեխաներիդ, տունը մաքուր։ Պահել, արժանապատվություն տեղը։ Դա շատ բան արժե։ Ավելին, քան շատ հարուստներ երբեք կհասկանան։ Սոնան թարթեց աչքերը, զարմացած գովասանքից։ Նայեց իր կոշտացած ձեռքերին, բետոնե հատակին, անկյունում խաղացող երեխաներին։ Տղաս, ես միայն անում եմ այն, ինչ պետք է արվի։ Մայր եմ։ Մայրը չի հանձնվում։ Ճիշտ այդպես, ասաց Վահանը, կոկորդում սեղմվածք զգալով։ Ես շուտով կվերադառնամ, Սոնա։ Սա խոստում է։ Երբ Վահանը վերադարձավ մեքենա, Ռուբենը նկատեց, որ տնօրենը փոխվել է։ Նրա աչքերը կարմրած էին, կարծես զսպում էր արցունքները։ Ինչպես անցավ, պարոն։ Վահանը ուշ պատասխանեց։ Վերջապես, խեղդված ձայնով, ասաց պարզապես. Պետք է արագ գործել, Ռուբեն։ Շատ արագ։ Այդ ընտանիքը չի կարող մեկ ամանոր այսպես անցկացնել։ Ոչ այնքան ժամանակ, քանի դեռ ես կարող եմ մի բան անել։ Ամանորի գիշերը Վահան Գալստյանի համար այլ կերպ եկավ։ Մինչ քաղաքը պատրաստվում էր խնջույքների, նվերների փոխանակման ընտանեկան գրկախառնությունների, նա փակված էր իր գրասենյակում, շրջապատված թղթերով, պայմանագրերով, պլաններով։ Մարիամը բողոքել էր, ասելով, որ ամանոր է, նա պետք է հանգստանա, ժամանակ անցկացնի ինչ-որ մեկի հետ։ Բայց Վահանը չուներ մեկին, ում հետ կանցկացներ։ Նրա ընտանիքը Լիբանանում էր, նա կին չուներ, երեխաներ չուներ։ Նա ուներ միայն փող հիմա, մի առաքելություն, որը կլանում էր նրա մտքի ամեն վայրկյանը։ Հեռախոսը զանգեց երեկոյան ժամը 9-ին։ Գորգներ։ Պարոն Գալստյան, խնդիր ունենք։ Վահանը զգաց, թե ինչպես ստամոքսը սեղմվեց։ Ինչպիսի։ Խնդիր։ Ձեր ձմեռ պապի հագուստով լուսանկարները հասել են թաղամասի բլոգերներին։ Մեկը փորձում է պարզել, թե ով էր դա։ Նրանք համեմատում են մանրուքները, ձեր ժամացույցը, հագուստի կտորը։ Մարդիկ կան, որ ասում են, թե ճանաչել են մեր օգտագործած մեքենան, թե այն աննկատ էր։ Պատմությունը սկսում է տարածվել։ Վահանը փակեց աչքերը, խորը շունչ քաշեց։ Որքան ժամանակ ունենք, մինչ կպարզեն իմ ինքնությունը։ Դժվար է ասել, պարոն։ Բայց եթե որը լուրջ լրագրող ձեռնամուխ լինի, պատմությանը սկսի իրոք հետաքննել, գուցե 2-3 օր։ Առավելագույնը 1 շաբաթ։ Ուրեմն ժամանակ չունենք, ասաց Վահանը, մտքում արդեն հաշվարկելով վերակազմակերպելով պլանները։
Գորգ, ուզում եմ, որ ամեն ինչ արագացնես։ Վարձավճարների կարգավորումը, պարտքերի մարումը, ամեն ինչ։ Պետք է պատրաստ լինի մինչ նոր տարի։ Պարոն, ամենայն հարգանքով, դա անհնար է։ Խոսքը բյուրոկրատական գործընթացների, ստուգումների, փաստաթղթերի մասին է։ Եվ տոների շրջանը, ամեն ինչ փակ է կամ կիսով չափ է աշխատում։ Ուրեմն մենք կվճարենք, որ ամեն ինչ աշխատի, պատասխանեց Վահանը վճռականությամբ։ Ինձ չի հետաքրքրում, թե որքան կնստի։ Ինձ հետաքրքրում է, որ դա լինի նախքան սա կվերածվի մեդիա կրկեսի կվնասի այդ ընտանիքին։ Հասկանալի է, պարոն։ Կանեմ հնարավորը։ Անջատելուց հետո Վահանը նայում էր սեղանին սփռված թղթերին։ Անահիտ նախագիծը աճել էր շատ ավելին, քան նա սկզբում պատկերացնում էր։ Դա միայն պարտքեր փակելու մասին չէր։ Դա այդ ընտանիքի կյանքը ամբողջությամբ վերակառուցելու մասին էր, բայց դա անելով կայուն, հարգալից արժանապատիվ ձով։ Նա գաղտնի վարձել էր մի վստահելի սոցիալական աշխատողի, դոկտոր Անին, որը տասնամյակների փորձ ուներ խոցելի ընտանիքների հետ աշխատելու։ Նա պետք է լիներ կամուրջը, այն մարդը, ով կկատարեր առաջին պաշտոնական կապը, կներկայացներ աջակցության ծրագիրը։ Վահանը կմնար կուլիսներում, անտեսանելի, պարզապես անանուն ֆինանսավորողը։ Հեռախոսը նորից զանգեց։ Այս անգամ անհայտ համար էր։ Վահանը վարանեց, բայց պատասխանեց։ Ալո։ Պարոն Վահան Գալստյան։ Ձայնը տղամարդու էր, հաստատուն, պրոֆեսիոնալ։ Իմ անունը Ֆելիքս Օհանյան է, ես հետաքննող լրագրող եմ։ Նյութ եմ պատրաստում մի գործարարի մասին, որը ձմեռ պապի հագուստով հայտնվել է Սարի թաղում։ Կցանկանայի մի քանի հարց տալ։ Վահանի արյունը սառեց։ Ինչպես գտաք իմ համարը։ Դա կարևոր չէ, պարոն Գալստյան։ Կարևորն այն է, որ ես գիտեմ, որ դա դուք էիք։ Ունեմ լուսանկարներ, ունեմ վկաներ, ունեմ ամեն ինչ։ Կարող եմ հոդվածը հրապարակել հենց վաղը, բացահայտելով ողջ պատմությունը։ Կամ դուք կարող եք ինձ տալ բացառիկ հարցազրույց, պատմել ձեր տարբերակը, մենք դա կանենք վերահսկելի, ձեր կերպարի համար դրական ձով։ Վահանը զգաց, թե ինչպես է բարկությունը եռում։ Դա շանտաժ էր, պարզ ու հստակ։ Պարոն Օհանյան, ես ոչ մի սխալ բան չեմ արել։ Նվերներ եմ բաժանել կարիքավոր երեխաներին։ Ինչու պետք է դա լուր լինի։ Օ, դա լուր չէր լինի, եթե միայն այդքանը լիներ։ Բայց իմ աղբյուրներն ասում են, որ դուք շատ եք ներգրավվել մի կոնկրետ ընտանիքի հետ, որ նախատեսում եք մասնավոր օգնության մի տեսակ ծրագիր։ Դա հարցեր է առաջացնում, պարոն Գալստյան։ Ինչու այդ ընտանիքը։ Ինչ եք ակնկալում փոխարենը։ Կա քաղաքական հետաքրքրություն։ Պատրաստվում եք առաջադրվել որե պաշտոնի համար։ Վահանը ստիպված էր վերահսկել ձայնը, որ չգոռար։ Ոչ մի քաղաքական հետաքրքրություն չկա։ Ոչ մի շահ չկա, բացի օգնելու ցանկությունից։ Մի երեխա ինձ մի բան խնդրեց, ես փորձում եմ օգնել։ Այդքան դժվար է հավատալ, որ մեկը կարող է լավ բան անել, առանց փոխարենը որե բան ակնկալելու։ Այսօրվա աշխարհում։ Այո, պարոն Գալստյան, դժվար է։ Մարդիկ չեն վստահում միլիարդատերերին, որոնք հանկարծակի հայտնվում են, ուզենալով հերոս լինել։ Նրանք ուզում են իմանալ, թե ինչ կա թաքնված։ Վահանը խորը շունչ քաշեց, փորձելով հստակ մտածել։ Լսիր, Ֆելիքս, ես քեզ մի բան կխնդրեմ։ Ինձ մեկ շաբաթ տուր։ Ընդամենը մեկ շաբաթ։ Դեռ ոչինչ մի հրապարակիր։ Թույլ տուր անեմ այն, ինչ պետք է անեմ, հետո եթե դեռ ուզենաս հոդվածը գրել, ես քեզ հարցազրույց կտամ։ Ամեն ինչ կպատմեմ։ Բայց խնդրում եմ, մի թիրախավորիր այդ ընտանիքին հիմա։ Նրանք արժանի չեն թերթի գլխագիր դառնալուն։ Լռություն տիրեց հեռախոսի մյուս կողմում։ Վերջապես Ֆելիքսը խոսեց, նրա ձայնը մի փոքր ավելի քիչ թշնամական էր։ Ես հրեշ չեմ, պարոն Գալստյան։ Ես չեմ ուզում որե մեկին վնասել։ Բայց ես աշխատանք ունեմ անելու։ Քեզ 3 օր կտամ։ Մինչ ամսի 27-ը։ Եթե մինչ այդ ինձ հարցազրույց չտաս, ես կհրապարակեմ այն, ինչ ունեմ։ Եվ գիտես ինչ, քանի որ հիմա անկեղծ եղար ինձ հետ, ես մի համաձայնության կգամ։ Ես չեմ բացահայտի ընտանիքի ինքնությունը։ Կկենտրոնանամ քո դրդապատճառների վրա։ Արդար է։ Վահանը ընտրություն չուներ։ Արդար է։
Շնորհակալություն, Ֆելիքս։ Երբ անջատեց, Վահանը սառը քրտինքի մեջ էր։ 3 օր։ Նա ուներ ընդամենը 3 օր ամեն ինչ կառուցելու համար, երաշխավորելու համար, որ այդ ընտանիքը պաշտպանված ապահովված կլինի, նախքան իր ինքնությունը կբացահայտվեր, ամեն ինչ կվերածվեր կրկեսի։ Նա զանգեց Մարիամին, չմտահոգվելով, որ գրեթե ամանորի կեսգիշեր էր։ Մարիամ, պետք է հանդիպենք վաղը առավոտյան։ Ժամը 6-ին։ Եվ զանգիր դոկտոր Անիին, Գորգին, Ռուբենին։ Բոլորը պետք է այնտեղ լինեն։ Պարոն Գալստյան, ամանոր է, բողոքեց Մարիամը, բայց նրա ձայնի մեջ իրական դիմադրություն չկար։ Նա գիտեր, որ երբ Վահանն այսպիսին էր դառնում, անիմաստ էր վիճելը։ Գիտեմ, որ ամանոր է, Մարիամ։ Եվ հենց դրա համար էլ պետք է գործենք։ Որովհետև ես խոստացել եմ մի անգամյա երեխայի, որ կփորձեմ ստիպել նրա մորը դադարել լաց լինել։ Եվ ես չեմ դրժելու այդ խոստումը։ Ամսի 25-ի։ Առավոտյան Վահանի գրասենյակը իսկական օպերատիվ կենտրոն էր։ Դոկտոր Անին, մի մոտ 50 տարեկան կին, բարի աչքերով խոցելի համայնքների հետ աշխատելու տասնամյակների փորձով, ուշադիր լսում էր, մինչ Վահանը բացատրում էր ամբողջ իրավիճակը։ Պարոն Գալստյան, ասաց նա, երբ Վահանն ավարտեց, ամենայն հարգանքով, դուք սա սխալ ձով եք անում։ Վահանը դադարեց խոսել, զարմացած։ Ինչպես թե։ Դուք մտածում եք որպես գործարար, ոչ թե որպես սոցիալական աշխատող։ Դուք ուզում եք ամեն ինչ միանգամից լուծել, կարծես սա ընկերությունների միաձուլում լինի։ Բայց սրանք մարդիկ են, սրանք կյանքեր են։ Եթե դուք հայտնվեք նրանց վրա փող թափեք, դա կստեղծի կախվածություն, կկործանի նրանց արժանապատվությունը, ավելի շատ վնաս կտա, քան օգուտ։ Ուրեմն ինչ ես առաջարկում։ Վահանի ձայնը պաշտպանողական էր, բայց նա լսում էր։ Դոկտոր Անին բացեց իր թղթապանակը, հանեց որոշ թղթեր։ Նախ, մենք հնարավորություններ ենք առաջարկում, ոչ թե պատրաստի լուծումներ։ Առաջարկում ենք մասնագիտական դասընթաց Սոնայի համար, կրթաթոշակով երեխաների մանկապարտեզի օգնությամբ։ Առաջարկում ենք բժշկական բուժում տատիկ Հասմիկի համար համայնքային առողջապահական ծրագրի միջոցով, ոչ թե վճարելով մասնավորին, ինչը կվախեցնի նրանց։ Առաջարկում ենք դպրոցական պարագաներ համազգեստ Անահիտի համար, որպես ավելի լայն կրթական ծրագրի մաս, ոչ թե որպես անհատական նվեր։ Ամեն ինչ պետք է ունենա կառուցվածք, ծրագիր, մի բան, որին այլ ընտանիքներ նույնպես կարող են ժամանակի ընթացքում հասանելիություն ունենալ։ Բայց դա ժամանակ կխլի, բողոքեց Վահանը։ Իսկ վարձի պարտքերը։ Իսկ խանութի պարտքերը։ Նրանց կարող են վտարել տնից նախքան որ այդ ծրագիր սկսվելը։ Այդտեղ արդեն դուք կարող եք միջամտել անմիջապես, բայց ծրագրի արտակարգ հիմնադրամի միջոցով։ Մի հիմնադրամ, որը տեսականորեն գոյություն ունի ճգնաժամային վիճակում գտնվող ընտանիքներին օգնելու համար։ Սոնան կարիք չունի իմանալու, որ դա ստեղծվել է հենց իր համար։ Նա կարիք չունի իմանալու, որ դուք եք ֆինանսավորողը։ Նա միայն պետք է իմանա, որ ընդունվել է սոցիալական ծրագրում այդ արտակարգ օգնության իրավունքն ունի։ Վահանը լուռ մնաց, մտածելով։ Դա տրամաբանական էր։ Ավելի դանդաղ էր, ավելի բարդ, բայց տրամաբանական էր։ Որքան ժամանակ է պետք սա կազմակերպելու համար։ Եթե մենք աշխատենք օր ու գիշեր, ճիշտ թիմով 1 շաբաթ։ Գուցե 10 օր։ Ես 3 օր ունեմ, ասաց Վահանը պարզապես։ Մինչ ամսի 27-ը։ Դրանից հետո իմ ինքնությունը կբացահայտվի, ամեն ինչ կվերածվի այլ տեսակի խնդրի։ Դոկտոր Անին նայեց նրան հարգանքի մտահոգության խառնուրդով։ Ուրեմն մենք հրաշքներ կգործենք, պարոն Գալստյան։ Հաջորդ 2 օրերը իսկական մարաթոն էին։ Վահանը հազիվ էր քնում, հազիվ էր ուտում։ Թիմն աշխատում էր հերթափոխով, կազմելով փաստաթղթերը, ստեղծելով ծրագրի ենթակառուցվածքը։ Դոկտոր Անին կարողացավ համագործակցություն հաստատել մի իրական ՀԿ-ի հետ, որն արդեն աշխատում էր այդ տարածքում, նախագծին վստահելիություն հաղորդելով։ Վահանը գումար ներդրեց գոյություն ունեցող ծրագրերն ընդլայնելու համար, ստեղծելով նոր տեղեր հատուկ Սոնայի նման ընտանիքների համար։ Ամսի 26-ին, մինչ թիմը ավարտում էր վերջին մանրամասները, Վահանը որոշեց մեկ այց կատարել Սարի թաղ։ Նա պետք է տեսներ Անահիտին, պետք է վստահ լիներ, որ ճիշտ բան է անում։ Երբ նա հասավ այն նրբանցքին, որտեղ տունն էր, տեսավ մի այլ պատկեր։ Սոնայի տան դիմաց մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել։ Վահանը զգաց, թե ինչպես սիրտը արագացավ։ Ինչ էր կատարվում։ Նա աննկատ մոտեցավ, լսեց խոսակցությունները։
Ըստ ամենայնի, պարոն Մկրտիչը տանտերը հայտնվել էր պահանջում էր վարձի պարտքերը։ Իրավիճակը լարված էր։ Սոնա, ես հասկանում եմ քո վիճակը, պարոն Մկրտիչի ձայնը հաստատուն էր, բայց ոչ դաժան։ Ես սպասեցի մինչ հիմա ամանորի պատճառով, բայց ես էլ վճարելու հաշիվներ ունեմ։ 3 ամսվա վարձը 120,000 դրամ է։ Եթե չես կարող վճարել, ես ստիպված պետք է խնդրեմ, որ դուրս գաք։ Սոնան կանգնած էր դռան մոտ, Անահիտը կառչել էր նրա ոտքից, մհերը գրկին էր։ Նրա դեմքը գունատ էր, բայց նա գլուխը բարձր էր պահում։ Գիտեմ, պարոն Մկրտիչ։ Ես ձեզ չեմ խաբում։ Ես աշխատանք եմ փնտրում, երդվում եմ։ Խնդրում եմ, ինձ մի փոքր էլ ժամանակ տվեք։ Շողիկ մայրիկը, Հարանուհին, որը խնամում էր երեխաներին, միջամտեց։ Պարոն Մկրտիչ, սիրտ ունեցեք։ Նոր տարուց անմիջապես հետո է։ Այս երեխաները ո՞ր են գնալու, եթե հիմա նրանց դուրս հանեք։ Վահանը չմտածեց։ Պարզապես գործեց։ Նա քայլեց դեպի խումբը հաստատուն ձայնով ասաց. Որքան է պարտքը։ Բոլորը շրջվեցին նրան նայելու։ Սոնան անմիջապես ճանաչեց նրան, եկեղեցու այն տղային, որը հայտնվել էր մի քանի օր առաջ։ Պարոն Մկրտիչը նրան կասկածանքով նայեց։ Դու ով ես։ Ես ընկեր եմ, պատասխանեց Վահանը։ Եվ ես կարող եմ վճարել նրա պարտքը։ Հիմա։ Կանխիկ։ Պարոն Մկրտիչը կկոցեց աչքերը։ Ինչու պիտի դա անես։ Դու նրան հազիվ ես ճանաչում։ Որովհետ ամանոր է, ասաց Վահանը պարզապես։ Եվ որովհետ ոչ ոք արժանի չէ տանիքը կորցնելուն նոր տարուց անմիջապես հետո։ Որքան է։ 120,000 դրամ, չէ։ Ես ունեմ։ Նա հանեց դրամապանակը, սկսեց հաշվել թղթադրամները։ Հավաքված փոքրիկ ամբոխը լուր հետում էր, թե ինչպես է այդ անծանոթը վճարում Սոնայի պարտքը։ Տղաս, դու կարիք չունես դա անելու, ասաց Սոնան, խեղդված ձայնով։ Ես չեմ կարող ընդունել։ Ես քեզ հազիվ եմ ճանաչում։ Վահանը նայեց նրան, հետո Անահիտին, որը նրան հետում էր այդ լուրջ աչքերով։ Կարող ես ընդունել։ Եվ կարող ես ինձ հետ վերադարձնել, երբ կարողանաս, առանց շտապելու։ Համարիր սա փոխառություն։ Կամ ավելի լավ է, համարիր ամանորի նվեր։ Ընկերոջից ընկերոջը։ Պարոն Մկրտիչը վերցրեց գումարը, ուշադիր հաշվեց գլխով արեց։ Լավ։ Պարտքը մարված է։ Սոնա, կարող եք մնալ։ Բայց հունվարից սկսած պետք է ամեն ինչ ժամանակին լինի։ Երբ փոքրիկ ամբոխը ցրվեց, Սոնան մնաց կանգնած այնտեղ, արցունքները հոսում էին դեմքով։ Վահանը նույնպես մնաց, չիմանալով, թե ինչ անել կամ ասել։ Ինչու արեցի սա, հարցրեց Սոնան, սրբելով արցունքները ձեռքի թիկունքով։ Դու ինձ չես ճանաչում։ Դու ինձ ոչինչ պարտք չես։ Վահանը նայեց Անահիտին, որը շարունակում էր կառչած մնալ մոր ոտքից։ Որովհետ մեկն ինձ վերջերս սովորեցրեց, որ երբեմն պետք է գործել, ոչ թե միայն խոսել։ Եվ որովհետ ոչ ոք արժանի չէ ամանորն անցկացնել տանիքը կորցնելու վախով։ Սոնան հեկեկաց, մի ձայն, որը գալիս էր ներսից, խորը ցավի հանկարծակի թեթության մի վայրից։ Ես քեզ հետ կվերադարձնեմ, երդվում եմ։ Գուցե ուշանա, բայց ես կվճարեմ։ Շտապելու կարիք չկա, ասաց Վահանը մեղմորեն։ Եվ լսիր, մի բան։ Վաղը մի սոցիալական աշխատող է գալու քեզ այցելության։ Դոկտոր Անին։ Նա տեղեկություններ ունի մի ծրագրի մասին, որը կարող է քեզ ավելի մշտական ձով օգնել։ Մասնագիտական դասընթաց, օգնություն երեխաների հարցում, բուժում մորթ համար։ Արժե լսել, թե ինչ է նա ասելու։ Սոնան նրան նայեց երախտագիտության շփոթմունքի խառնուրդով։ Դու ճանաչում ես այդ սոցիալական աշխատողին։ Ճանաչում եմ, ստեց Վահանը առաջին անգամ այդ զրույցի ընթացքում։ Եվ նա վստահելի մարդ է։ Լսիր, թե ինչ է ասելու։ Դա կարող է փոխել քո կյանքը։ Այդ գիշեր, երբ Վահանը վերադարձավ տուն, իրեն տարօրինակ էր զգում։ Նա խախտել էր իր իսկ արձանագրությունը, նա բացահայտվել էր, նա գործել էր բնազդաբար։ Բայց միևնույն ժամանակ, նա ճիշտ բան էր արել։ Նա կանխել էր այն, որ այդ ընտանիքը կորցներ իր տունը։ Նա նրանց մի փոքր ավելի ժամանակ էր տվել, մի փոքր ավելի հույս։ Հեռախոսը զանգեց։ Ֆելիքսն էր, լրագրողը։
Պարոն Գալստյան, ես գիտեմ, թե ինչ եք արել այսօր Սարի թաղում։ Այնտեղ աղբյուրներ ունեմ։ Դուք անձամբ վճարել եք ընտանիքի պարտքը։ Դա փոխում է ամեն ինչ։ Վահանը հառաչեց։ Ինչպես է փոխում։ Փոխում է այնպես, որ հիմա ես այլս կասկածներ չունեմ։ Դուք իրոք մտահոգված եք։ Սա փր չէ, սա քաղաքական ռազմավարություն չէ։ Դուք իրոք փորձում եք օգնել։ Ուրեմն ես ձեզ ավելի շատ ժամանակ կտամ։ 1 շաբաթ։ Մինչ ամսի 31-ը։ Արեք այն, ինչ պետք է անեք, հետո կխոսենք։ Շնորհակալություն, Ֆելիքս։ Իրոք։ Եվս մի բան, պարոն Գալստյան։ Ինչու հենց այս ընտանիքը։ Ինչը ձեզ ստիպեց այդքան կապվել նրանց հետ։ Վահանը փակեց աչքերը, հիշելով այն պահը հրապարակում, Անահիտի խնդրանքը, այն բառերը, որոնք ինչ-որ բան էին կոտրել իր մեջ։ Մի անգամյա երեխա ինձ սովորեցրեց, որ ես սխալ էի ապրում։ Նա ինձ հիշեցրեց այն մասին, ինչն իրոք կարևոր է։ Պարզապես այդպես։ Երբ անջատեց, Վահանը գնաց դեպի պատուհանը, նայեց Երանին, որը փայլում էր գիշերվա մեջ։ Ինչ-որ տեղ այնտեղ մի աղջնակ քնած էր, գուցե ամիսներ շարունակ առաջին անգամ, առանց ստիպված լինելու ծածնել, թե չի լսում իր մոր լացը։ Եվ դա, մտածեց Վահանը, ավելի թանկ էր, քան ողջ գումարը, որ նա երբևէ վաստակել էր իր կյանքում։